Պարոն Աբրամյան, Մոսկվայում կայացած միջոցառման ժամանակ հայկական պատվիրակությունը կոշտ արձագանք տվեց ադրբեջանցիներին։ Նախ կուզեմ մի փոքր սկսեք սկզբից, ինչից սկսվեց այդ միջադեպը։ Միջոցառումների շարքը առասարակ վերաբերում էր հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Դրան մասնակցում էին միջազգային մի քանի տասնյակ պատվիրակներ տարբեր երկրների այն կուսակցություններից, որոնք Ռուսաստանի իշխող Ռեդինա Ռոսիա կուսակցության հետ ունեն համագործակցություն։ Ընդհանուր ելույթների տրամաբանությունը այդ հաղթանակի յուրաքանչյուր երկրի ներդրման մասով էր ընթանում, մինչև այն պահը, երբ որ Ադրբեջանի պատվիրակը նաև սահուն անցում կատարեց 44-օրյա պատերազմին եւ Արցախի հարցին։ Դրանից հետո նախատեսված էր երկու ելույթներ Հայաստանից ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովի եւ ԲՀԿ-ից Իվետ Ատոնոյանի։ Երկուսն էլ անդրադարձան Ադրբեջանի պատվիրակի հայտարարություններին։ Էդուարդ Շարմազանովը նաև օգտվելով այն առիթից, որ լսարանի կար հնարավորություն մեծ լսարաններ եւ միջազգային լսարաններ նաև ներկայացրեց Արցախի հարցի անկյունակարային մոտեցումները, այն հիմնական նաև առաջնահերթությունները, որոնք ըստ էության բխում էին միջազգային իրավունքից, արձագանքեց նաև ադրբեջանցիների պատմությունը ակնհայտ խեղաթյուրող հայտարարություններին։ Բնականաբար այս իրավիճակում ադրբեջանցիները փորձեցին սադրանքների գնալ, որպեսզի ելույթը միջև վերջ չլինի, սակայն ի հեճուկս ադրբեջանցիների եւ Շարմազանովը եւ նրանից հետո Իվետ Ատոնոյանը թեման իրենց ելույթները միջև վերջ ավարտեցին։ Իվետ Ատոնոյանն անդրադարձավ հայկական բնակավայրերի գնդակոծություններին, հայկական բնակիչների արցախցիների թիրախավորմանը, անդրադարձավ արցախցիների դեմ Ադրբեջանի իրականացրած արկածախնդրությանը եւ ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ հայկական երկու պատվիրակները նույնիսկ խիստ անհամարժեք, այսինքն մի քանի անգամ ավելի մեծ քաղաքական եւ տեղեկատվական հարվածներ հասցրեցին Ադրբեջանին։ Ադրբեջանցիները չնայած նախապես համակարգված, ծրագրված, պլանավորված ներկայացել էին, նաև իրենց դեսպանատան ներկայացուցիչներ ներկա, բայց իրավիճակում փոփոխություն չկարողացան մտցնել եւ մեր պատվիրակները կարողացան ընդհանուր նախաձեռնությունը պահել հայկական կողմում։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ այդ հանդիպումից հետո մենք հանդիպեցինք միջոցառման կազմակերպիչների հետ, նաև նրանց ներկայացրինք իրավիճակի հետ կապված այն անթույլատրելի դրվագները, որոնք Ադրբեջանի հերհարմամբ տեղի էին ունեցել եւ բնականաբար նաև ներկաներին, նաև ելույթներով, հետո տեղ ունեցած ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ նաև առիթ ստեղծվեց ներկայացնելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ադրբեջանական այն գործողությունները, որոնք ըստ էության մարդկության դեմ հանցագործություններ են եւ կիրառվել են Արցախի դեմ։ Պարոն Աբրամյան, ճիշտ է տեղեկությունը, որ ադրբեջանցիները թողել եւ լքել են Տալիջը մեր պատվիրակների ելույթների ժամանակ կամ հետո։ Նման բան չկա, մի պահ է եղել, որ դուրս են եկել, բայց դա չի եղել մեր գործընկերների ելույթների ժամանակ, կարծում եմ գնացել են, խորհրդակցել են դրսում, համապատասխան զանգեր են արել եւ վերադարձել են, ամենայն դեպս եւ Շարմազանովի եւ Իվետ Ատոնոյան ելույթների ժամանակ ոչ միայն ներկա են եղել, այլ փորձում էին ռեպլիկներով խանգարել կամ խոչընդոտել ելույթներին։ Չէ, դրանից հետո ուզում եմ հասկանամ ճիշտ է, որ նրանք լքել են եւ միջոցառմանը այլևս չեն շարունակել մնալ, ներկայությունը չի եղել իրենց։ Չէ, շարունակել են մնալ միջոցառմանը։ Իսկ սպասում էր ադրբեջանական կողմը նման բուռն արձագանքի։ Ես կարծում եմ իրենք եկել էին պատրաստված, բայց ամենայն դեպս այն ինչ որ պլանավորել էին, ամբողջությամբ կարող եմ վստահ ասեմ, որ տապալվել է, նաև կարող եմ հստակ ասել, որ Ադրբեջանը տեղ պարզապես շանս էլ չուներ հաջողություն կամ նախաձեռնողականություն դրսևորելու, որովհետև այն փաստերը եւ այն հնարավորությունը, որը ստեղծեցին հայկական պատվիրակները, Ադրբեջանի համար լիակատար, այսպես ասեմ, ֆիասկո ապահովեց։
եւ ինչ նշանակություն ունի կամ ինչ նշանակություն կունենա այս մեր պատվիրակության կողտ արձագանքը նույն Հայաստանի իշխանությունների հարմարվող նահանջող քաղաքականության ֆոնին։ Առհասարակ եւ Ադրբեջանը եւ հիմնական միջազգային դերակատարները պետք է իմանան, որ հայ ժողովուրդը չի մտածում այնպես, ինչպես հայաստանյան իշխանությունները, Հայաստանում եւ քաղաքական ուժերից եւ հասարակական ակտիվ խմբերից եւ առհասարակ մեր հասարակության մի էական հատված կամ ճնշող մեծամասնությունը Արցախը համարում է հայկական, չի համակերպվում Արցախի կորուստի հետ, առհասարակ չի համակերպվում այս իշխանության այն քաղաքականության հետ, որը բացառապես դեմ է ազգային եւ պետական շահերին։